Այլևս պետք չէ վճարել կադաստրի պետական կոմիտեից տեղեկատվություն ստանալու դիմաց։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի 71-րդ հոդվածի համապատասխան կարգավորումը, որով նման վճար էր սահմանվում։ Դատարան էր դիմել ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Տարբերակում արված չէր մարդու անձին վերաբերող տեղեկությունների մասով եւ այն տեղեկությունների, որոնց համար տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված է ավելի ազատ ռեժիմ տեղեկատվության տրամադրման։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013 թվականին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից փորձել էր տեղեկատվություն ստանալ Երևանի փակշուկայի նկատմամբ սեփականության կամ վարձակալության հիմքերի մասին։ Կադաստրում տեղեկատվության դիմաց գումար էին պահանջել, սակայն կազմակերպությունը հրաժարվել էր վճարել, դիմելով վարչական դատարան։ Վերջինս մերժել էր կազմակերպության հայցը։ Այն մերժումը, որ տրվել էր տեղեկատվության ազատության կենտրոնին, այլևս չի կարող մերժվել, որովհետև մի հիմքով էր մերժվել եւ այս հիմքով էր մերժվել։ Սահմանադրական դատարանը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը ժամանակ տվեց ազգային ժողովին հակասահմանադրական ճանաչված իրավական նորմը սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։ Դա նոր հանգամանք է, հիմք է, որպեսզի տեղեկատվության ազատության կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարողանա դիմել դատարան եւ պահանջել, որպեսզի գործը վերանայեն։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։